Հալելույա, սիրելի քույր եղբայրներ, կշարունակենք մեր կորձ առաքելոց քրքի սերդողությունը։ Անցյալ շաբաթ մենք տեսանք երրորդ գլուխը, ինչպես Պետրոս եւ Հովհաննես կացին դաջար եւ այդտեղ գաղ մարդը գար, բժշկեցին եւ այդտեղ ուրեմն քահանաները բռնեցին իրենք եւ իրենց ըսին ինչ կբադահի ցեզի եւ սկսան արքիլելու իրենց որ խոսին։ Ցերպակալեցին 4-րդ գլխուն 3 համարը ցերպակալեցին եւ փանտրին։ Այսօր կշարունակենք համար 5։ Հետևյալ օրը մեկտեղ հավաքվեցան անոնց իշխանները, դերերն ու տբիրները Երուսաղեմի մեջ։ Նաև Աննա քահանայապետը եւ Գայապան եւ Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը եւ այն ամենքը, որ քահանայապետի ցեղը էին։ Մեկ խոսքով այստեղ գսե լուրջ տադարան։ Տադարանի ադյանի արչև գահանեն Պետրոսին եւ Հովհաննեսին։ Եվ այդտեղ կան բոլոր փարիսեցիները, քահանայապետը, քահանայապետի օգնականները, մի խոսքով այդ դաջարի բոլոր ադյանը, անոնք որ իրական պատասխանատու էին թադելու եւ թադը դեսնելու Երուսաղեմի մեջ։ Մի խոսքով լուրջ ժողով էր այս։ Դանոնք մեջտեղը գայնեցուցած գհարցնեին. Ինչ զորությունով կամ ինչ անունով ըրիք դուք այս բանը։ Որ բանը անցաշաբաթ տեսանք այդ գաղ մարդուն բժշկեցին։ Հիմա քահանաները գսեն ինչ զորությունով, ինչ անունով։ Համար 8 տեսեք ինչ գեղեցիկ է։ Այն ադեն Պետրոս Սուրբ Հոգիով լեցված ըսավ անոնց։ Նայեցեք Հիսուս ըսավ իր աշակերտներուն հոգ մի ունեք, կացեք ավետարանը քարոզեցեք, ցեզի ադյաններու արջև բիտնեն, ցեզի պիտի հալածեն, բայց նույն ժամանակին Սուրբ Հոգին ցեզի պիտի դա այն խոսքը, որ պետք է ասեք։ Որ խոսքը։ Ավետարանի ճշմարիտ խոսքը։ Շատ անգամներ մարդիկներ կան, որոնք այս համար կգործածեն մարդկանց ըսելու եւ որ անոնք փաստապանի գերտան կամ տխտապանության խնդիր ունին կամ այս կամ այն pedagogan դեղեր գերտան, շատ մահավատացյալներ գսեն հոգմիներ, Սուրբ Հոգին քեզի պիտի դա ինչ որ պիտի խոսիս։ Հիմա երբեմն սիրելիներ, այդ տվյալ անցիկ սուտ բաներ կհրճագեն իրենց թուղթի հաջողության համար։ Եվրոպայի մասին է խոսքս։ Ինչպես Սուրբ Հոգին իրենց պիտի դա։ Ինչ պիտի դա Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին գուդա ավետարանի խոսքը փոխանցել։ Եվ այստեղ Պետրոս գլեցվի Սուրբ Հոգիով, ինչու, որ քարոզե իրենց։ Սուրբ Հոգիով լեցվեցավ, որպեսի փոխանցե խոսքը։ Եվ շատ անգամներ գտեսնենք կամ գլսենք Սուրբ Հոգի լեցունության մասին, շատ շուտ Սուրբ Հոգի լեցունությունը մարդիկ կգաբեն բարգևներու, հոգևոր բարգևներու։ Մարգարեություն, լեզուներ խոսիլ, հրաշքներ անել, օքեյ, սխալ բան չէ, բայց Սուրբ Հոգին առաջին կորձը, երբ մեգումը գլեցնե դիրոջ խոսքով, որբեսի այդ խոսքը քո մեջ երա եւ դու կարողանես փոխանցել խոսքը։ Եվ որ մեկը Սուրբ Հոգիով գլեցվի, գսենք, ասել է գլեցվի խոսքը փոխանցելու նպատակով։ Շատ կարևոր է այս։ Գիտեմ որ շատ մտեղեր դարբեր բաներ քարոզներ երբեմն գլսեք եւ այլն որ Սուրբ Հոգի խոսք Սուրբ Հոգի լեցվիլը կգաբեն այս կամ այն բարգեւի հետ կապված սիրելիներ երբ որ կգարտանք եւ պիտի գարտանք բոլոր կորց առաքելոցը գտեսնենք ամեն անգամ որ Սուրբ Հոգիով գլեցվին խոսքը կփոխանցեն ուրիշ բան չլար իրենց այնքան գլեցվին Աստվածայինով որ իրենց մեջ միայն Աստվածային խոսքն է որ դուրս կելն եւ ոչ թե ուրիշ բաներ հուսամ այս կետի վրա պիտի վերադառնանք անշուշտ հուսամ հստակ եղած ցեզի այս կետը։ Եվ հավասի Պետրոս Սուրբ Հոգիով լեցված ըսավ, ուրեմն խոսեցավ։ Ով ժողովրդի իշխաններ եւ ձերեր։ Եվ որ ձերեր գսե, ասել է դերագուդական այդ պատասխանատու երեցներ։ Եթե մենք այսօր դգար մարդումը եղած բարիկին համար կքննվենք, թե ինչ միջոցով անիգա բժշկվեցավ, հայտնի է լացեզի ամենուտ ու բոլոր Իսրայելի ժողովուրդին, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսին անունովը, որ դուք խաչեցիք
եւ որ Աստված մերելներեն հարուցանեց, ահա անորասի անով ասիգա ծեր արջև բժշկված գեցեր է հիմա։ Ինչ անունով ըրիր, որ զորությամբ ըրիր, Պետրոս եւ Հովանես կսե շատ լավ լսեցեք ինչ կսեմ ցեզի։ Այն Պետրոսն էր որ չմոռնաք, ուրացավ Հիսուսը վախեն։ Այն Պետրոսն այն Հովանեսն էր որ ադյանի ընթացքին Հիսուսի այդ բադիժի ընթացքին ինքը բահված էր մեկ կողմ։ Հիմա Սուրբ Օքի համարձակությունով, Սուրբ Օքի լեցունությունով գսե լավ լսեցեք։ Ով Իսրայելի բոլոր ժողովուրդ, ով դուք երեցներ եւ պատասխանատուներ, դուք որ եկել եք այստեղ եւ գուզեք հարցումներ հարցնել եւ գուզեք թադել մեզ, լավ լսեցեք։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այստեղ հստակ է որ Նազովրեցի սել է Նազարեթեն եկած Հիսուսի անունով։ Շատ կարևոր է նշել թե մենք որ Հիսուսի մասին կխոսենք։ Իսլամները կխոսին Հիսուսի մասին, մորմոնները կխոսին Հիսուսի մասին, Եհովայի վկաները կխոսին Հիսուսի մասին, մեր հայ ժողովրդի մեծամասնությունը կխոսի Հիսուսի մասին, բայց որ լավ գնայինք թե որ Հիսուսի մասին են, նույն Հիսուսը չէ։ Մեկը գսե որ Հիսուս մարգարե է, մեկը գսե որ Հիսուս հրեշտակ է, մեկը գսե որ Հիսուս բարձ մարդ էր, բայց նույն Հիսուսը չի։ Պետրոս եւ Հովանես գսեն նազովրեցի Հիսուս Քրիստոսը, որ դուք խաչեցիք եւ դուք որ Աստված ինք հարություն տվավ։ Խաչեցիք, հարություն արավ։ Այն Հիսուսը անոր անունով բժշկություն եղավ։ Նայեցեք քարոզչությունը հստակ է։ Մենք կկարոզենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսը։ Եվ եթե մեկը դեռ չգիտեր ով է Քրիստոսը, պիտի պատմենք նաեւ Հիսուսի աշխարհային կյանքի մասին։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսը է այն Հիսուսը, որ Նազարեթ էր, Նազարեթեն եկավ, Գալիլեա եկավ Երուսաղեմ, իր մարդկային պատմական Հիսուսի մասին է խոսքը։ Ուրեմն կարևոր է նախ մեկը գիտնա ճանչնա ով է Հիսուսը։ Եվ քարոզիչը մենք քրիստոնյաներս մենք պետք է լավ ճանչնանք ով է Հիսուսը, եւ եթե գուզենք փոխանցել, եթե Սուրբ Օքիով լեցված ենք եւ գուզենք փոխանցել, ինչպես անցյալ շաբաթվա քարոզը այս գիրագի քարոզեցի եւ Facebook-ի վրա չէ, բայց YouTube-ի վրա եւ այլն գար, կացեք տեսեք խոսքը գետիվի վրա, թե մենք կանչվածներ ենք փոխանցելու Տիրոջ խոսքը։ Փոխանցելու եւ ծանոթացնելու Տեր Հիսուս Քրիստոսին, խաչյալին եւ հարուցյալին, որ դուք խաչեցիք կսե։ Նաեւ գմատնանշե մեղքը եւ սխալը այդ հրյաներուն, որոնք մատնեցին Հիսուսին։ Դուք խաչեցիք այո, բայց Աստված հարություն առնել տվավ։ Մենք կքարոզենք այն Քրիստոսը, որ մեր մեղքերուն համար մերավ, մեր անեծքը իր վրա արավ, բայց այդ Քրիստոսը, որ հաղթեց մահվան, հարություն արավ, որ աջ կողմը նստավ, որբեսի մենք ալ օրմը, երբ մեռնենք, մենք ալ հարություն առնենք իրմով, իր մեջ իրեն համար։ Հալելույա։ Այս մարդը, որ գաղ էր, դուք կճանչնայիք, հիմա այս մարդը բժշկված այստեղ գայներ է, այս բանը եղավ Նազովրեցի Հիսուս Քրիստոսին, որ մի քանի շաբաթներ առաջ, մի քանի ամիսներ առաջ դուք խաչեցիք, եւ իրենք շատ լավ գիտեին որու մասին է խոսքը։ Իրենք շատ լավ գիտեն ով էին այս աշակերտները։ Աշակերտները հստակ Սուրբ Օքիով լեցված մանրագրգիտ, շիդակ, ճշմարիտ ավետարանը փոխանցեցին այս մարդկանց։ Հալելույա։ Անիգա է, հիմա նայեցեք Հիսուսի մասին։ Անիգա է այն քարը, որ ցեզմե շինողներետ անարգված է անգյունի գլուխը եղավ։ Այս համար մնե, որ Սաղմոս 118-ի մեջ նույն ցևով գրված է։ Այն Հիսուսը, այն անգյունի քարն է, մի խոսքով հիմքն է, որուն վրա ամեն ինչ գշնվի։ Դուք անարգեցիք, չընդունեցիք, բայց ինք գլորեցավ եւ եղավ անգյունի քար, ասել է հիմնական քարը։
այն ինչ որ դուք մերժեցիք, այն ինչ որ դուք սպանեցիք, այն ինչ որ դուք անարգեցիք, ինքը դարձավ անգյունակարը, ձեր ազգին հիմնագանը, ձեր հավատքին հիմքը, մարդ արարածին հիմքը, Աստծո ստեղծագործության առաջինը եւ որ գսե առաջին բաժինը ամենեն լավը, կարևորը, որում վրա կշնվի ամեն ինչ։ Դուք անարգեցիք, բայց ինք եղավ։ Գտեսնեք այս համարը ինչպես Պետրոս հիշեց այս համարը։ Սուրբ Հոգիով։ Եվ որ Սուրբ Հոգիով գլեցվինք, Աստծո խոսքը կհիշենք։ Բայց պիտի սորվինք, որ հիշենք։ Պիտի գիտնանք, որ հիշենք։ Հալելույա։ Ուրեմն ավասիկ այստեղ։ Գտեսնենք Պետրոս Հիսուսն է գսե այն քարը։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսը, որ դուք խաչեցիք եւ հարություն դվավ Աստված իրեն, այն եղավ հիմնակարը ձեր ամբողջ կյանքին։ Եվ այս համարը կուզեմ գարտալ ձեր հետ Մատթեոս 21 գլուխին մեջ։ Համար 42, որ նույն բանը կգրտնե, բայց այստեղ գավելցնե մի բան Հիսուս։ Համար 42 գսե այն քարը զոր շինողները անարգեցին, անիգա անգյունին գլուխը եղավ, ասիգա դերոճմեն եղավ եւ զարմանելի է մեր աչքերին։ Ասիգա Սաղմոս 118-ն է։ Հիմա համար 44 նայեցեք ինչ կսե Մատթեոս 21-ին։ Մատթեոս 21:44։ Ով որ այս քարին վրա ինա, պիտի գոդրդի, եւ որուն վրա որ ինա այս քարը, պիտի պսորե զանիգա։ Շատ ինչպես կրնամ ասել լուրջ համար այս համար։ Անոր վրա որ գսե, ան որ այս քարին վրա ինա, պիտի գոդրդի, գոդրդվի։ Քարը Հիսուսն է։ Ան որ Հիսուսի մոդենա եւ գահանտիպի Հիսուս Քրիստոսի, պիտի գոդրդվի, մեկ խոսքով պիտի խոնարի։ Իր եսը պիտի գոդրդվի, իր ձեռքերները պիտի գոդրդվին, իր գարձածները պիտի մեկ կողմնետվի, քանի որ որ Հիսուսի գահանտիպիս, միայն գխոնարիս, ուրիշ բան չկա։ Բայց ան որ գսե քարը իր վրա ինա, պիտի պսորե, ասել է փշոր։ Եթե քարը քո վրա ինա, եթե Հիսուս սկսի թադել քեզ կտոր պիտի ելե։ Լուրջ եւ վախնալիք խոսք է։ Այս խոսքը լսել են վերջ, մեկ բան պետք է անենք։ Զղջանք եւ ապաշխարենք եւ Հիսուսի առաջ ձուն ծրենք, որ գոդրդվի մեր անձերը եւ Հիսուս փառավորվի։ Եթե մենք չխոնարհենք, եթե մենք չապաշխարենք, եթե մենք Տիրոջ առջև չխոնարհենք սիրելիներ, օրը մենք պիտի փշուրըլանք եւ այս դժոխքի պատիժն է։ Հիսուսն այն քարը, որ անարգվեցավ, բայց Աստված հիմքը դրավ։ Եվ այս քարին վրա ով որ ինա, պիտի խոնարհի եւ պիտի կյանքը իր դունը շնե։ Բայց ան որ այս քարը իր վրա ինա, այս քարը պիտի պատճեզինք։ Հիսուսով վերջին օրը իմ խոսքս պիտի թադեցես։ Հիսուս փրկիչ է, բայց նաև մեծ պատճող։ Քանի որ գանարքես իր խաչը, գանարքես իր անձը, գանարքես իր ըրած ողորմությունը քեզ, եթե դու մադի արանքով այսպես կնայիս, ինչ որ Հիսուս ըրավ քեզ համար, ուշադիր եղիր, շատ մեծ վտանգ կա քո առջև։ Եվ այս խոսքը գսեմ այն բոլորին, որոնք կսիրեն քարոզներ լսել, որոնք կսեն, որ իրենք հավատացյալներ են, որոնք նույնիսկ երբեմն եկեղեցի գերտան, բայց իրենց կյանքը չեն փոխեր զղջումով եւ ապաշխարությունով։ Այդ մարդկանց վրա շատ վտանգ կսպասե։ Գամ պիտի խոնարհենք Տիրոջ մեր ամբողջ հոգով եւ սրտով, եւ գամ սպասե շատ մեծ վտանգ քեզ, քանի որ այն քարը եթե քո վրա կա, պիտի փսորե քեզ։ Ուշադիր եղիր։ Այս բատկամը, որ հիմա ասի, կացեք եւ ըսեք ուրիշներուն։ Հիսուսը պիտի ընդունենք եւ պիտի խոնարհենք իր առաջ։ Իր խոսքին համաձայն, ոչ թե շատ մեծ վտանգ կա մեզի։ Եվ նայեցեք ինչ կսե համար 12 ուրիշ մեկով
փրկություն չգա, վասնզի անգեզատ ուրիշ անուն մը չգա երկնքի տակ մարդոց մեջ դրված, որ կարող լանք փրկվիլ։ Փրկության համար մեկ անուն կա։ Ոչ Սուրբ Սարգիսը, ոչ Սուրբ Հակոբը, կամ ոչ այս հրեշտակը կամ անհրեշտակը, փրկության համար մեկ անուն կա։ Հիսուս Քրիստոս, որուն համար դու եւ ես ձունկ պիտի ծրենք, պիտի խոնարհենք եւ պիտի ասենք դու ես Տերը եւ մենք ենք հետևորդը։ Կապրիստերեն շփացած կյանք են դուրս գալով, խոնարհվին Տիրոջ առջև, քանի որ մեկ անուն կա մեզ փրկող, միայն Հիսուսը։ Այդ ոչ քո բարիությունն է, ոչ քո իմաստությունն է, ոչ քո գիտությունն է, ոչ քո հավատքն է քեզ փրկողը, այլ Հիսուս կփրկե խոնարհածին, խոնարհողին, երբ որ իր առաջ կխոնարհենք եւ կդրվենք, մեկ խոսքով կտոր գլանք այդ իմաստով, որ կխոնարհվենք եւ կփոքրանանք իր առջև։ Մեկ անուն կա, որ մեզ պիտի փրկե։ Պետրոս եւ Հովհաննես այս խոսքը գսեն հրյաներուն, որոնք կսեին փրկությունը, երբ որ դուք այս կամ այն օրենքը կդարեք, երբ որ սինագոգ կա, դաջար կա, այս ընեք, այն ընեք, այս օրենքները կդարեք, այն օրենքները կդարեք, այսպես պետք է անենք, այդպես պետք է անենք, եւ Պետրոս կսե ոչ մի բան չի անելիք, բարձրապես խոնարհելիք Հիսուսի առաջ եւ քայլելով Հիսուսի խոսքին համաձայն, քանի որ մեկ անուն կա մեզ փրկող, ոչ օրենքը, ոչ սովորությունները, ոչ մարդիկ, ոչ կապվածություններ, ոչ այս մեկ անուն կա մեզ փրկող, Հիսուս Քրիստոս։ Անորամար փրկությունը ստանալու համար պիտի խոնարհիս, ինչպես կարդացինք, այն քարին վրա պիտի ինաս, այն քարը պիտի լա քո անգյունակարը, այն քարը պիտի լա քո դանն հիմքը, այն քարը պետք է լա քո կյանքիդ հիմքը, այն խոսքով պիտի քայլես, Հիսուսն է, միակ անգյունակարը, եթե քո կյանքիդ անգյունակարը Հիսուսն է, երանի քեզ, եթե քո կյանքիդ սկիզբը եւ վերջը Հիսուսն է, իր խոսքն է, երանի քեզ, հալելույա, մեկ անուն կա, մեկ անուն կա երկրի վրա, որով մարդը պիտի փրկվի, եւ այդ անունը Հիսուսն է, հալելույա։ Այս բանը ասել են վերջ համար 13, իսկ անոնք Պետրոսին եւ Հովհաննեսին համարձակությանը նայելով եւ հասկանալով, որ դքեդ ու առանց ուսման մարդիկ են, զարմացան եւ իմացան, որ անոնք Հիսուսի հետ էին։ Անուս մարդիկ էին, Պետրոսը, Հովհաննեսը, մենք կրնամ ասել իրենց մե ավելի շատ բաներ գիտենք, բայց ինչ տեսան քահանաները, տեսան համարձակություն, տեսան Հիսուսի համար ճիշտ խոսք, տեսան 5 տակարանի համարները շիդակ մեկնաբանված, որտեղ են եկավ այս իրենց, օրինակ համար 8-ն պատասխանը ունի, համար 8-ը ասավ Պետրոս Սուրբ Հոգիով լեցված, երբ որ Սուրբ Հոգիով գլեցվիս, երբ որ Սուրբ Հոգին դեղ գուդաս, եւ թույլ գուդաս, որ Սուրբ Հոգին քեզ մեջդ կորձե, դու շիդակը գսես, համարձակություն, եւ հասկացան, որ գսե այս մարդիկ Հիսուսի հետ էին, ինչ հոյագապ բադիվ այս Պետրոսին եւ Հովհաննեսին, թե Հիսուսի մասին կքարոզեն եւ մարդիկ կսեն այս մարդիկ Հիսուսի մարդիկ են։ Երանի այսօր աշխարհի մարդիկ մեզ տեսնելով կարողանային տեսնել մեր մեջ Հիսուսի էությունը։ Երանի կարողանային տեսնել մեր խոսքերու մեջ ավետարանի ճշմարտությունը։ Երանի կարողանային տեսնել մեր մեջ այն համարձակությունը, որ մենք վախճունենք, թե ով ինչ պիտի ասե, մենք ճշմարտությունը գսենք։ Դժբախտաբար շատ հավատացյալներ շիդակ ճշմարտությունը չեն ասել մարդկանց, վախնալով, որ թերևս այդ մարդիկ իրենց մեկ գնեղվին, թերևս մի քիչ ինչպես ասեմ, կսարին իրենց մե, եւ ճշմարտությունը չեն ասել։
Սիրելի քույր եղբայրներ, այս բարձ նշան է, կամ փաստ է, որ այդ մարդիկ Սուրբ Հոգիով լեցված չեն։ Եվ որ Սուրբ Հոգիով գլեցվի ճշմարտությունը գսես մարդկանց։ Քրիստոսի ճշմարտությունը, Ավետարանի ճշմարտությունը, Հիսուսի մասին շիդագը գսես։ Եվ գերևնա, որ դու Հիսուսի մարդ ես։ Հալելույա։ Նույնիսկ անհավատներեն, նույնիսկ հալածողները գգիտնան, որ անոնք Հիսուսի հետ էին։ Համար 14։ Այն բժշկված մարդը տեսնելով, որ անոնց հետ կայները չէին գրնար անոնց դեմ բամը խոսիլ։ Նաև դեսան անոնց կորձը։ Գույրը բժշկվեցավ։ Գաղեր ներողություն, հիմա բժշկվեցավ։ Երևալի փոփոխություն։ Քանիներս աշխարհի մեջ քանիները կտեսնեն քո Երևալի փոփոխությունը։ Եթե քո Երևալի փոփոխությունը տեսնեն, մարդիկ շատ թյուրությամբ, հեշտությամբ Հիսուսի գուքան։ Քո փոփոխությունն է, որ երևնա, թե Հիսուս քո մեջն է։ Երբ որ գաղը գքայլի, այստեղ արդեն ըսելիք բան չկա, փաստվելիք բան չկա, փաստ է ինքնիրույն, որ գաղը գքայլի, փաստ է ինքնիրույն, եւ ոչ մեկը չի կրնար ասել այդպես չէ։ Այս գաղը դաջարի թուրան մոդ էր, դարիներ, քահանաներն ալ գիտեին, տբիրներն ալ գիտեին, ձերերն ալ գիտեին, ժողովուրդն ալ գիտեր։ Փաստ է։ Քո եւ իմ իրական փոփոխությունը փաստ է, որ դեր Հիսուս կփնագի քո մեջ իր Սուրբ Հոգիով։ Եթե քո մեջ այն փոփոխությունը չերևնար, քո ընկերները, բարեկամները եթե չեն տեսներ, քո ընտանիքի անդամները եթե չեն տեսներ, կնա շատ շուտ ձունկ ծերը դիրոջ արչև, աբաշխարե զղջա եւ Սուրբ Հոգին դեղ դուր, որովհետեւ Սուրբ Հոգին քեզ փոխե։ Սուրբ Հոգիով լեցվեցան այս մարդիկ շիդագրսին եւ քահանաները փերանին չի գրցան փանալ։ Ինչու՞։ Քանի որ փաստ կար մեջտեղ։ Համար 15։ Բամը չի գրցան անել, հրամայելով անոնց, որ ադյանեն դուրս ելեն, իրարու հետ խորհուրդ արին։ Եվ ասին, ինչ անենք այս մարդոց, վասնզի Երուսաղեմի բոլոր բնակիչներուն հայտնի է, թե ասոնց ցերկով երևելի հրաշք եղավ, ու մենք չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդը հոգևոր է։ Հայտնի է, որ այս մարդում է սեր կա, մենք չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդում մեջ Սուրբ Հոգին կխոսի, չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդում կորձերուն մեջ աստվածայինը կա։ Գադարյալներ չեն, բայց աստվածայինը գերևնա։ Պետրոս եւ Հովհաննես գադարյալ մարդ չէին, դա լսեմ։ Բայց աստվածայինը երևցավ։ Ուրեմն մեր մեջ պետք է աստվածայինը երևնա, որբեսի թշնամին եւ հագարագործները տեսնեն, որ Տեր Հիսուս կկործե եւ իրենք վստահին Տիրոջը աբաշխարեն եւ թարնան։ Բոլոր Երուսաղեմին հայտնի եղավ։ Թե ասոնց ցերկով հրաշք եղավ, փոփոխությունը երևցավ, ասոնց մեջ Սուրբ Հոգին կա, ասոնք տարբեր մարդիկ են։ Չեն կրնար կասկածիլ։ Այս մարդը գսիրե Տիրոջը, հավատացյալներ կան միջև այսօր։ Իմ մդերիմ, մեր եկեղեցիի մեջ նույնիսկ կրնամսել, մեր ծառայություններուն մեջ նույնիսկ մարդիկ որ կգասկածիս, արդյոք վերստին ծնված այս մարդը։ Քանի բամը չես տեսներ։ Այո, եկեղեցիի մեջ են գուքան, գերտան, գխոսին լապան, բայց չենք տեսներ այդ փոփոխությունը իրենց աղոթների մեջ, իրենց ծառայության մեջ, իրենց սիրո մեջ, իրենց նվիրման մեջ, իրենց ինչպես ներդրումներու մեջ, չես տեսներ, որ այս մարդու մեջ բամը փոխված է։ Այստեղ Պետրոսին եւ Հովհաննեսին ըսելիք չկա, վախկոտները ելեր են հիմա, բոլորին արչև հստակ կքարոզեն, ճշմարտությունը գսեն, ավետարանի խոսքերը գսեն, հրաշք կկատարեն, փաստ է, որ Սուրբ Հոգին իրենց մեջ կկործե։ Եվ եթե ուշադրությունից իրենց խոսակցության մեջ ոչ մեկ անբատվություն չկար։ Սիրելիներ, Սուրբ Հոգին ուր որ գա, ճշմարտությունը գսե, բայց առանց անբատվելու։ Երբեմն մարդիկ կուզեն ճշմարտությունը ասել դիմացինին վարկաբեկելով։ Այդ Սուրբ Հոգի կորձը չէ։ Սուրբ Հոգին կորձը սիրո մեջ ճշմարտությունը ասել է։ Հարկանքի մեջ, բադիվի մեջ, բարձրացնելու մեջ, այդտեղ են գերևնա, Սուրբ Հոգին գա, թե չէ։ Հալելույա։
Ուրեմն գսե միայն թե ժողովրդին մեջ ալ ավելի չդարածվելու համար սաստիկ սպառնալիք ընենք անոնց, որ այս անունով անգամ մնալ չլա որ մարդու բան խոսին։ Զանոնք կանչելով պատվիրեցին անոնց, որ ամենևին չխոսին, չսորվեցնեն Հիսուսի անունով։ Գարկիրեն Հիսուսի անունով խոսիլ։ Սպառնալիք։ Եթե խոսիկ, ցեզի այս պիտենենք, ցեզի այն պիտենենք, ցեզի այն պիտենենք, սպառնալիք։ Կանչեցին եւ զանոնք կանչելով պատվիրեցին, որ անոնց, որ ամենևին չխոսին եւ չսորվեցնեն Հիսուսի անունով։ Բայց Պետրոս եւ Հովհաննես բադասխան տվին անոնց եւ ասին. Աստուծո արչեւ ուղիղ է, որ Աստուծմե ավելի ցեզի մդիկ ընենք, դուք թադեցեք։ Եթե դուք կսեք, որ հավատացյալներ եք, եթե դուք կսեք, որ կահանաներ եք, դուք կսեք մեզ, Աստծո արչեւ իրեն հնազանդիլը կարևոր է, թե մարդկանց։ Եվ անշուշտ անոնք բադասխան չի գրցան տալ, քանի որ շատ լավ գիտեն, Աստուծո հնազանդիլը շատ ավելի կարևոր է, քան թե մարդկանց։ Մանավանդ, եթե այդ մարդիկ Աստծո խոսքին հագարակ բան գսեն։ Երբ որ գսեն, մի քարոզեք, մի սորվեցնեք Հիսուսի անունով։ Միջ այդ Հիսուս իրենց ասած էր, կացեք, բոլոր աշխարհը սորվեցուցեք։ Հագարակ ուղղություններ։ Այդտեղ ընտրություն։ Աստծո խոսքը ավելի կարևոր է, քան թե քո խոսքդ։ Մենք սիրելիներ կանչված ենք հարգելու եւ հնազանդելու մեր պետության, մեր վրա տրված իշխանություններուն։ Բայց մինչև այն adեն, որ այդ իշխանությունները, այդ պետությունը, մեր վրա նույնիսկ հոգևոր իշխանությունը, մինչև այն adեն, որ մեզ Աստծո խոսքին հագարակ բան չսե։ Գհնազանդինք, մինչև այն adեն, որ մեր վրա իշխողը, կամ մեր մեծամեծը, մեզ Աստծո խոսքին հագարակ բան չսե։ Դուք տադեցեք, ցեզ հնազանդինք, թե Աստծո, քանի որ ցեր խոսածը Աստծո խոսքին հագարակ է, մենք չենք կրնար ընդունել այդ բանը։ Եվ այդպես մենք տեսանք եւ լսեցինք, չենք կրնար չխոսիլ։ Հոյակապ վգաներ, մենք ապրեցանք, մենք տեսանք, մենք գիտենք։ Հիմա մենք 2025-ին Հիսուսին աչքով չտեսանք, Հիսուսի հրաշքները աչքով չվայելեցինք, բայց մենք գիտենք ինչ երավ Հիսուս մեր անձերուն համար։ Մենք վգայենք, թե մենք ով էինք, ինչ եղանք։ Մենք հասկացանք, մենք հոգևոր աչքերով տեսանք Տեր Հիսուսը։ Մենք վայելեցինք Սուրբ Օքին։ Մենք գիտենք Տիրոջ խոսքը, ինչպես չխոսենք անոր մասին։ Ով ինչս է թողոսե։ Օրեր պիտի կան եւ այդ օրերը մոտ են, ադալսեմ, որ պիտի արգելվի մեզի այս ուղիեթերները։ Պիտի արգելվի, որ մենք խոսենք Հիսուսի մասին։ Պիտի արգելվի, որ մենք ավետարանչություն ունենք։ Պիտի արգելվի, որ ավետարան քարոզենք։ Պիտի լա եւ շատ մոդեն։ Ինչ պիտի անենք։ Ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը։ Աստծո հնազանդինք, թե պետությանը։ Այդտեղ լուրջ ընդրություն պիտի անենք։ Ասացի մենք զայն որ տեսանք եւ լսեցինք չենք կրնար չխոսիլ։ Իսկ անոնք նորեն սպառնալիք ընելը հետո արցագեցին զանոնք, քանի որ բաճարը չկդան, որ բաճեն զանոնք եւ ժողովրդին բաճարով, քանզի ամեն կնալ Աստված գ բարավորեին եղած բանին համար։ Վասնզի այն մարդը 40 տարեկանեն ավելի էր, որուն վրա այս բժշկության հրաշքը կատարվեցավ։ 40 տարեկանը այն ժամանակվա չափահասն էր։ Երբ որ մեկը 40 տարեկանեն վեր էր, արդեն ինքը չափահաս էր։ Իր ինչ որ գսեր ճշմարիտ էր։ Անոր համար գսե այստեղ 40 տարեկանեն վեր էր, ոչ մեկը չգրցավ հագարագիլ առաքյալներու խոսքին։ Փաստը փաստ է։ Սիրելիս, քո կյանքիդ փաստ կա, որ Սուրբ Օքին քո մեջ կգործե։ Փաստը ինչ է, որ Սուրբ Օքին քո մեջ կգործե։ Ինչ կսեն քո շուրջիններդ քեզ։ Չեմ ասեր քո սիրած ընկերներդ կամ ընտանիքի անդամներդ,
Վստահ քեզ սիրողները միշտ պիտեսեն որ դու լավ մարդ ես։ Բայց մեկ կողմ տնենք ընտանիքի անդամները, մեկ կողմ տնենք մեր շրջապատի սիրողները մեզ, այլ բարձ մարդիկ, որոնց հետ կշփվենք գործի մեջ, ճամփորդության տածքին, եկեղեցին մեջ, քո հարևանության մեջ, ինչ կսեն քո մասին։ Արդյոք Սուրբ Հոգին գերևնա։ Արդյոք փաստեր կան, որ Սուրբ Հոգի լեցված մարդ ես։ Եթե ոչ, շատ շուտ խնդրեմ, Տիրոջ առաջ եկուր եւ ասե դեր ներեինց եւ մաքրե։ Ես սխալ բատկեր ցույց չտամ։ Եթե մենք Քրիստոսի հետևորդ ենք, Քրիստոսը ցույց պիտի տանք։ Եթե Քրիստոսի հետևորդ ենք, Քրիստոսի միտքը պիտի ապրենք։ Եվ պիտի երևնա փաստերով, խոսքերով չէ։ Այսօր դժբախտաբար շատեր խոսքերով լավ հավատացյալ են, բայց մենք փաստերով ուզենք տեսնել։ Քանի որ ծառը իր բուդուղեն հայտնի է, այս մարդկանց կորձը երևցավ իրենց կորձերեն, Սուրբ Հոգի ներկործությունը երևցավ իրենց կորձերեն։ Հալելույա։ Հալելույա։ Մտածի այսօր մասին։ Կորձ առաքելոց քիրքը մեզ լուրջ մտածեցնել կուտա մեր հոգևոր ընթացքի վրա, մեր հոգևոր որոշումի եւ մեր հոգևոր քայլերու վրա։ Ամեն։ Համար 23-ին կգարտանք։ Գեղեցիկ աղոթք այստեղ։ Շատ լուրջ գեղեցիկ աղոթք։ Եվ աշակերտները անգե արձակվելով իրենց խումբին կով կացին։ Գեղեցիկ այստեղ իրենց խումբին կով կացին։ Քանի որ այդտեղ թեր եկեղեցական միտք չկար։ Եկեղեցի էին, բայց դեռ չեն գիտեր ինչ է եկեղեցին։ Բարձրապես իրենց մտերիմները, իրենց հետ աղոթողները, իրենց խումբը։ Եկեղեցի բառը սիրելիներ, խումբ ասել է։ Հունարեն եկեղեցի ասել է խումբ, ժողովք։ Ոչ թե շենք, ոչ էլ հավատացյալ քրիստոնյա ժողովուրդ։ Բարձրապես եկեղեցի բառը ժողովք բառն է, խումբ բառն է։ Անոմա կարևոր է միշտ ասել Քրիստոսի եկեղեցին։ Քանի որ Սատանան ալ ունի իր եկեղեցին։ Բուդդիստերն ալ ունեն իրենց խումբը եկեղեցին, եթե հունարեն թարգմանենք։ Անհավատներն ալ ունեն իրենց խումբը իրենց եկեղեցին։ Գադու սիրողները իրենց եկեղեցին ունին, որ գադուի մասին կխոսին օրինակի համար։ Գով սիրողները կհավաքվին գովի մասին կխոսին, անալ իրենց խումբն է, իրենց եկեղեցին է։ Որն է մեր եկեղեցին։ Քրիստոսի։ Ուր Քրիստոս կաբրի, կհավաքվին Քրիստոսի շուրջ, կխոսին Քրիստոսի մասին, կաբրին Քրիստոսի հետ, կվգայեն Քրիստոսը, Քրիստոսի մարմինը եւ արյունը կխմենք, Քրիստոսի հետ կմիապանվենք, այդ է Քրիստոսի եկեղեցին։ Հալելույա։ Ուրեմն կացին իրենց խումբին եւ պատմեցին ինչ որ քահանաբետները եւ ծերերը իրենց ըսին։ Անոնք երբ լսեցին միապանությամբ ցայներնին Աստծո վերցուցին ըսելով։ Այցեք աղոթքը հիմա։ Հիմա աղոթքն են առաջին առաքյալներու աղոթքն է գրեթե։ Առաջին հավատացյալներու ասեմ 3000-ին մոտավորապես 5000 եղան, բայց այստեղ Աշուտ 5000-ը միասին չեն, բայց կոնե մի քանի գորիզը գրնամ ասել, բադասխանադուները իրար հետ էին եւ հոյակապ է, որ իրենց աղոթքը մեմը լսենք։ Թե ինչպես կաղոթեին իրենք։ Ինչ շատ կհետաքրքրի առաջին հավատացյալներուն աղոթքը։ Առաջին հավատացյալներուն բաշտամունքը։ Ինչ կխոսեին, ինչ կգադարեին, ինչ կլարի որ կհավաքվեին իր արմով։ Ինչ կհետաքրքր է։ Եվ կորդարակելություն մեջ ուղղություններ ունենք։ Ճիշտ է շատ։ Եվ գաղոթեն, ով դեր։ Դու ես Աստվածը, որ երկինն ու երկիրը ձով ու անոր մեջ եղած բոլոր բաները ստեղծեցիր։ Եվ քու ծառայիդ Դավիթին բեռնով խոսեցար ըսելով
Ինչու հեթանոսները խռովություններին եւ ժողովուրդները բարապաներ մտածեցին։ Երկրի տակավորները պատրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողվեցան դիրոջը թեմ եւ անոր օձյալին թեմ։ Ավասիկ աղոտ կնեն եւ Սաղմոս երկուքը գարդասանեն։ Սաղմոս երկուքը հետեւյալն է։ Դավիթի պերնով ինչու հեթանոսները խռովություն ըրին եւ ժողովուրդները բարապաներ մտածեցին։ Երկրի տակավորները պատրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողվեցան դիրոջը թեմ եւ անոր օձյալին թեմ։ Աղոտքին մեջ Աստծո խոսքը Սաղմոս երկուքը կարտասանեն։ Քանզի դեր արդարև այս քաղաքին մեջ հավաքվեցան քու սուրբ որդիդ Հիսուսին վրա, որ թուն օծեցիր Հերովտես եւ Բոնդացի Պիղադոս ասկերուն հետ եւ Իսրայելի ժողովուրդներուն հետ ըրին ինչ որ քու ցերկտ եւ խորհուրդը սահմանած առաջվնե որ ըլլա։ Նայեցեք դեր գսե ինչ որ Սաղմոս երկուն ըսավ գադարվեցավ դեր Պիղադոսը եւ Հերովտեսը միացան քո զավակը Իսրայելի ժողովուրդով եւ ձերերով պատասխաններ սպանեցին բայց այս բանը գսե դեր քու ցերկովդ եւ քու խորհուրդովդ եղավ ինչ վստահելի աղոթք դեր քու ցերկդ ինչ որ որոշած է ինգ դագարանեն ինչ որ մարգարեացած է ինչ որ դու խորհուրդդ որոշած է կատարվեցավ ով դեր դու որ ստեղծեցիր երկին ու երկիրը եւ ինչ որ անոր մեջ կա եւ ինչ որ Դավիթը ըսավ եւ ինչ որ Պիղադոսը ըրավ եւ ինչ որ Հերովտեսը ըրավ եւ ինչ որ Հիսուս խաչին վրա մերավ ինչ որ Իսրայելի ժողովուրդը ըրավ այս բոլորը քու ցերկովդ եւ քու խորհուրդովդ եղած է դեր հալելույա կասկած չկա վստահություն կա հրճագում կա եւ հիմա ով դեր համար 29 նայե անոնց սպառնալիքներուն եւ շնորհե քու ծարաներուտ որբիսի բոլոր համարձակությամբ քու խոսքդ խոսին քու ցերկդ երգնցուր բժշկելու եւ քու սուրբ որդիդ Հիսուսին աննովը նշաններ եւ հրաշքներ կատարվին ահա վասիկ աղոթքը հուսամ այս աղոթքին շատ բաներ կսորվինք այստեղ երբեք չսե մեզ օգնե մեզ հասիր նայիր ինչ ըրին մեզ նայիր ինչ կատարեցավ մեզ բա ինչ պիտի ելնա մեզի խնդրեմ մեզ օգնես այդպես բան չէ դեր գսե թուն ստեղծեցիր երկիրը քու ծարայիդ բեռնով ըսվեցավ մարգարեություն քու խորհուրդովդ եւ քու աջ ցերկովդ գադարվեցավ ինչ որ ըսիր քու ծարաներուտ սպառնալիք ըրին ուրեմն քու ցերկդ երգնցուր որբեսի քու խոսքդ կարոզվի որբեսի քու Հիսուս Քրիստոսի որդիդ անունով հրաշքներ ըլլան Թուն քու եւ ոչ թե իմ ես մեր մեզ մեր հասկացաք սխալը հասկնաք հավատացյալներուն սխալը այսօր եւ որ աղոթքի գելենք եւ մենք մեզ մեր մենք մեզ մեր իմ մեզ մենք մեր այս թեմաները գաղոթենք միջատ արաքյալները շատ բարձ գսեն դու լսեցիր դու գիտես մենք քոնն ենք քո ժողովուրդն ենք մենք պիտի մեկ բան խնդրենք որ քու խոսքը տարածվի հրաշքներ կատարվին մեզ համարձակություն դուր որբեսի քու ծառաներուտ ներողություն քու ծառաներուտ համարձակություն դուր քու ծառաներուտ ցերկդ երգնցուր որբեսի հրաշքներ կատարվին այսպես աղոթքը դերը գլսե այսպես աղոթքը դերը գհարքե այսպես աղոթքը դերը երկինքները գփանա Նայեցեք ինչ կբադա համար 31-ին երբ անոնք աղոթք ըրին շարժեցավ այնտեղը ուր հավաքված էին եւ ամեն մեկը սուրբ ոգիով լեցվեցան ու Աստծո խոսքը համարձակ գխոսեին Երգիրը շարժավ Աստված ցույց տվավ որ ինքը ներկա է Ինչ կատարեցավ Սուրբ ոգիով լեցվեցան աշակերտները շատ լավ հետո Սուրբ ոգիով լեցվեցան ինչ եղավ համարձակ խոսք սկսան քարոզել Քիչ առաջ Պետրոս Սուրբ ոգիով լեցված խոսեց Հոս Սուրբ ոգիով լեցված դուրս ելան եւ համարձակ քարոզելու սկսան Գտեցեք Սուրբ ոգի ներկործությունը
Երբ դեր քանի որ մենք քոնն ենք։ Մեր մասին չեն գաղութեր։ Քո թակավորության մասին։ Քո ավետարանի մասին, Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք չենք կարևորը, այլ քո թակավորությունն է կարևորը։ Երբ որ Հիսուս կսորվեցնե եւ գսե նախ ընտրեցեք Աստծո թակավորությունը եւ անոր արդարությունը եւ մնացած բաները կդրվին քեզի։ Նախ ընտրե Աստծո թակավորությունը եւ անոր արդարությունը։ Նախ ընտրե դեր քո գամքը, քո թակավորությունը, քո գամքը, քո անուն սուրբը լա, քո թակավորությունը կա, քո գամքը դլա դեր։ Ինչպես երկինք այնպես երկրի վրա։ Այս է մեր համար կարևորը դեր։ Մեզ բրգեցիր, ազատեցիր, քանտեցիր մեր ջանգերը, մեր թշնամիները մեզ ազատեցիր։ Հիմա եկած ենք այստեղ քու գամքդ կատարելու, քու խոսքդ տարոզելու եւ քու թակավորությունդ հարաճ տանելու։ Սորվինք աղոթել իմ սիրելի քույր եղբայրներ։ Սորվինք աղոթել։ Մեր աղոթներեն հանենք մենք ես մեր եւ տնենք դուն քու քոնը դեր դուն քու քոնը քո գամքը քո ուզածը քո թակավորությունը քո եկեղեցին քո զավակները դուն քո եւ ոչ թե ես իմ մեր վստահ եմ այս խոսքը շատերուտ ապաշխարություն պիտի տա հիմա եւ խնդրեմ աղոթե մեկ սեկոնդ քեզի դամ այս կետի վրա զղջա դիրոջ արչեւ դեր մենք մեծ կորձեր չենք տեսներ քանի որ մեր անձը թրած ենք առաջին տեղ բայց մենք հասկանանք որ քո անձը գտնենք առաջին տեղը Սուրբ ոգիով գլեցվենք եւ քո խոսքն է որ առաջ կերտա եւ դու հոգ կդանես քո զավակներուն ինչ որ պետք է ներեմես դեր մեր անձը դրած ենք միշտ առաջին հալելույա եւ նայեցեք ինչ կպատահի համար 32 եւ հավատացյալներուն բազմությունը մեկ սիրտ մեկ հոգի էին եւ որ քո գամքը գսենք էլ մենք մեզ գմորնանք մեր կոմֆորտը գմորնանք մեր հանգիստը գմորնանք մեր եսը գմորնանք ինչ գիտեմ մեր ծրագիրները գմորնանք ինչու այսօր եկեղեցիներու մեջ հավատացյալներու մեջ գրիվներ կան մեկը մյուսին անտեպ մեկը մյուսին հետևեն մեկը մյուսին արջևեն գիտեք ինչու քանի որ թեր եսը մերած չէ բայց երբ որ եսդ գմերնի եւ Սուրբ ոգիով իրական գլեցվիս քո եսը երբ որ գմերնի կմտածես Աստված քո Հիսուս թուն քո թակավորությունը քո ժողովուրդը քո խումբը եւ որ բամը գլագվածես խումբը այսօր մարդիկ եկեղեցին երկրորդական դեղ տրած են առաջ իրենց ընտանիքը իրենց լավությունը իրենց լավը հետ եկեղեցին եթե ժամանակ լա բայց մարդիկ ինչպես կուզեք որ Սուրբ ոգիով լեցվին ասոնք Պետրոս եւ Հովհաննես հանդիմանվեցան Ադյանեն ելան, իրենց դուները չկացին, իրենց գիներուն բամը չսին, իրենց զավակներուն չկացին, մեկ կդոր ուղիղ կացին խումբին, ժողովուրդին, եկեղեցին։ Գտեսնեք սերը, միապանությունը։ Եվ այդտեղ գսե հավատացյալներուն խումբը գսե բազմությունը մեկ սիրտ, մեկ հոգի էր։ Ինչպես կերեմ լա։ Անոնցմե մեկը չեր ըսեր իր ստացվածներ են մեկուն համար, թե իրն է։ Հասկանաք, ըսի, որ ինչեմ այդետին, որ ես ունիմ, ես իմս, ժողովուրդ կիծած եղեք, երբ որ ես իմս կսես, դուն Քրիստոսի խումբին մեջ տեղ չունիս։ Շատ շոքային կխոսիմ, շատ գդրուկ կխոսիմ, գրնալալ նեղվին շատերը խնդիր չէ, բայց ճշմարտությունը այս է։ Երբ որ դու քո ես քո ներողություն ես իմը միան ես իմ մասին կմտածեմ արդեն այդտեղ բազմության միապանություն չկա եւ երբ որ միապանություն չկա Սուրբ ոգի կորձը չկա երբ որ Սուրբ ոգի ներկործությունը չկա հրաշքներ չկան փրկություն չկա բժշկություն չկա Ինչու այսօր շատեր գսեն առաջվա պես չեն այցեք ակորձ արակելոցը ինչ լավ հավատացյալները հրաշքներ գնային ինչու հիմա չկա շատ པարզ է Սուրբ ոգին չփոխվեցավ Աստված չփոխվեցավ նույն Աստվածն է նույն Սուրբ ոգին է նույն կորձը լողն է բայց ինչու փոխվեցավ քանի որ մենք փոխվեցանք քանի որ մենք անչափ հանգիստ ենք մենք մեզմով մենք մեր կոմֆորտով սիրելիներ
Մեգուն համար չերս է թե իրն է, հավա իրենց ամեն բաները հասարակած գսեբեին, արաքյալները մեծ զորությունով վգա էին դեր Հիսուսի հարությանը, անոնց ամենուն վրա մեծ շնորհք կար, անոնց մեջ գարոդություն քաշողը չկար, վասնզի անոնք որ ակարակներու գամ դուներու դեր էին գծախեին եւ ծախվածներուն քիները գբերեին ու արաքյալներուն ոտ կգտնեին եւ ամեն մեկուն իր գարոդության նայելով գփաժնեին ասի չսեր որ մեր դուները ծախենք մեր մեքենաները ծախենք եւ տրամադանք եկեղեցին այս չսեր այս խոսքը մեզ գսե հետեւյալը մեկ սիրտ մեկ հոգի ես իմս բիդի չփմները դուն ունիս դունը թող կործածվի Աստծո փառքին համար։ Մեքենա ունիս, ինքնաշարժ ունիս, ինքնաշարժը թող կործածվի Աստծո փառքին համար։ Տրամ ունիս, կործածի Աստծո փառքին համար։ Կարողություն ունիս, կործածի Աստծո փառք քո սահմաններուդ։ Եթե մեկ դուն ունիս, մեկ դունդ կործածի Տիրոջ փառքին համար։ 10 դուն ունիս, 10 դունը կործածի Տիրոջ փառքին համար։ Այս բատկամը մեզ ցույց կտա միապանության զորությունը եւ նպատակը մեկտեղ լալու, մեկ նպատակ ունենալու։ Տիրոջ փառքը հարաճ տանելու նպատակով ոչ թե ես իմ դունս ես եւ ես այլ դեր դու ինչ որ դվեր ես փառք ես որ դվեր ես ինչ որ ունիմ դամ ի բադիվ քո թակավորության ինչ որ չունիմ անալ դամ ինչ որ ունիմ հասկացաք շատեր կսեն այս ունենայի գուդայի ինչ որ ունիս այն դուր կործած է Տիրոջ փառքին համար դեր եթե դված է մեզ դված է որ մենք ուրախանանք այո բայց դված է որ այդ ուրախությունը բաժնեցինք նաեւ ուրիշներու հետ մեկ սիրտ մեկ հոգի եւ նայեցեք արաքյալներ մեծ զորություն հրաշքներ կկատարվեր ինչու քանի որ միապանություն կար հրաշքներ կկատարվեր ինչու քանի որ ամեն մեկուն վրա շնորհք կար Աստծո շնորհքը կկործեր ինչու քանի որ հասկացել էին որ իրենք Աստծո ընտանիքի մեջ Աստծո խումբին մեջ միապանված են հալելույա օրտնյալը լադերը սիրելիներ հուսամ այս մտքերը պիտի փոխե քեզ եւ ինձ մեր ամենօրվա հավատքի կյանքի մեջ մեր քույր եղբայրներու հարաբերության մեջ մեր եկեղեցվո խումբին մեջ մեր դեղական եկեղեցին ուր որ դեղական եկեղեցի ունիս այդտեղ քո հովիվիդ հետ քո ծառայող քույր եղբայրների հետ քո սիրելիների հետ իսկապես սուրբ հոգի կորձը պիտի երևնա քո փոփոխության մեջ մեկ քայլ ավելի ռետեբի եկեղեցի սիրելիս մեկ քայլ ավելի ռե դեպի միապանություն մեկ քայլ ավելի այսօր դեպի թակավորությունը հարաճ տանելու անցնասեր չլանք չգա անցնասեր հավատացյալներ այլ Քրիստոսի մարմինը սիրող հավատացյալներ կան որոնք աշակերտներ կգոչվին որոնք առաքյալներ կգոչվին հալելույա Եվ Հովես, որ առաքյալներեն Պարնաբաս մագանանվեցավ, որ գտարպանի մխիթարության որդի, Ղևդացի, ծնունդով Գիբրացի, ակարակ ունենալով ձախեց ու ստագը բերավ առաքյալներուն ոտքը դրավ։ Ահավասիկ օրինակ, ինչ ունիմ ձախեցի, քանի որ ես որոշեցի այլևս Տիրոջ փառքի համար ապրեմ։ Ձախեցի ինչ ունիմ եւ Տիրոջ փառքի համար պիտի դամ։ Ահավասիկ սիրելիներ, կորձնական օրինակներ։ Պիտի խնդրեմ կորձնական հավատացյալ ըլլաս։ Պիտի խնդրեմ, որ Սուրբ Հոգի լեցունությունը քո մեջ երևնա կորձնական։ Քիչ առաջ ասենք Պետրոսի խոսքով, գիտությունով, սիրով, հարկանքով, հրաշքով։ Այստեղ տեսնենք առաքյալներուն աղոթքով։ Եկեղեցին իրենց ամենակարևորն է։ Եվ նաև միապանությունով։ Այս բոլորը Սուրբ Հոգի պտուղներից դրսևորումն է։ Գաղատացիզի մեջ սորվեցանք Սուրբ Հոգի պտուղները ինչ են։ Սեր, խնդություն, ամերաշխություն, հարադևություն, համբերություն, ժուժգալություն, այս բոլորը գերևնա, երբ Սուրբ Հոգին քո մեջն է, գխոսիս բերանով, բայց նաև գխոսիս կորձով։ Եվ գերենա, որ քո մեջ փոփոխություն եղավ։ Առաջ այսպես էիր, հիմա այսպես ես։ Առաջ եկեղեցի միայն գիրագի ու քայիր եւ այսպես հերույեն գհետևեիր, հիմա եկեղեցվո մեջ գուզես քայլնել։ Գուզես քուր եղբայրներն ավելի մոտենալ։
աղոթներդ կփոխվի, կմասնակցես ծարբեր ծառայություններու, օրինակ, կմիապանվես քուր եղբայրներու դժվարությանը, հոգսերուն, կհոգաս եկեղեցի հարցերով, խումբին հարցերով։ Այս է, որ այս համարները մեզ կսորվեցնեն։ Եվ երկար տարեր այսպես ապրեցավ եկեղեցին, մինչև ասեմ ձեզ, մինչև 4-րդ դար։ Երբ որ եկեղեցին դարձավ պետական, երբ որ եկեղեցին դարձավ ինստիտուցիոն, պետական, քաղաքական, ազգային, երբ որ եկեղեցին դարձավ ակումբ, երբ որ եկեղեցին դարձավ քաղաքական շարժում, այնտեղ գայնեցավ ամեն ինչ։ Բայց փառք Աստծո, 4-րդ դարեն մինչև այսօր միշտ եղած են փոքր խումբեր, որոնք ուզեր են ապրիլ այսպես եւ ապրել են այսպես դերորդն է իրենց վկայությունով է, որ այսօր դեր մեր աշխարհը Տիրոջ շնորհքը գաբրի։ Հավատարիմ հավատացյալներու շնորհքն է, որ այսօր մարդիկ կաշխարեն, ոչ թե եկեղեցական գազմագերբությունները։ Հավատարիմ հավատացյալներու սերն է, որ ցույց կտա մարդկանց, որ դերը շնորհ կնե։ Դուն եղիր այդ մարդը, Սուրբ Հոգին թող երևնա քո մեջ, քո խոսքով, քո գործով, քո միապանությամբ, քո սիրով եւ քո հրաշալի գործերով։ Դերևս հիվանդը չես բժշկեր, բայց դերևս հիվանդին ուրախություն կբերես։ Դերևս գաղին չես բժշկեր, բայց դերևս գաղին տարբեր ցևով գոկնես։ Այդ ալ Սուրբ Հոգի գործունեությունն է։ Մտածի այսօր մասին։ Ով գործնվի քո միջոցով։ Արդյոք դու որքան դու քեզ խոնարեցուցած ես, որ Աստծո Հոգին գործե քո միջոցով։ Հալելույա։ 5-րդ գլուխ միջև 11 համարը շատ արագ կարդանք այս Անանիայի եւ Սապիրայի պատմությունն է, որ շատերդ գիտեք։ Եկեղեցին սկիզբն ենք, ամեն մարդ կմիապանվի, ամեն մարդ գուքան Տիրոջ առջև, եկեղեցին հետ մեկ կլան, գոքնե մեկը մյուսին, հավատացյալներու մասին է խոսքը։ Գիտեք, շատ գազմագերբություններ կան այսքան աղքատներուն գոքնեն։ Աստված իրենց օգնե, ես խնդրեմ չունեմ, բայց խոսքը հավատացյալներուն է։ Հավատացյալը Քրիստոսի աշակերտը նույն ցևով չօգներ, ինչպես հարուստ մարդը գոքնե այսօր գամանոր։ Քրիստոսի աշակերտը տարբեր ցևով գոքնե։ Տարբեր ցևով կավի իր մեջ Սուրբ Հոգին գերևնա։ Շարունակենք։ 5-րդ գլուխ։ Բայց կսե մարդը Անանիա անունով իր գնոջ Սապիրայի հետ ըստացված մձախեց, անոր քինեն կողծավ, խորեց, մինչ կիննալ գիտեր, որ միայն մեկ մասը բերավ առաքյալներուն ոտքը դրավ։ Նույն բանը ըրավ քիչ առաջ կարդացինք Բարնաբասը, ձախեց, ինչ որ ուներ բերավ առաքյալներուն ոտքը։ Ոչ մեկը չստիպեց, ոչ մեկուն։ Դերը սրդի տված է, հասկացեր ես, գնես, ստիպողական չէ։ Ուրեմն այստեղ Բարնաբասը սրդով լեցուն եւ ինքը աշակերտ եղավ, ինքը Բողոսին օգնականը եղավ հետո։ Այս Բարնաբասը ծառայող եղավ, ամբողջ հոգով ներսը մտավ Տիրոջ տաշնի մեջ։ Անանիաս եւ Սապիրան չեմ գիտեր ինչ բանայեցավ իրենք ալ ուզեցին նույն բանը անել, բայց իջմը իրենց ինչպես կսենք մենք հայերս սև օրերու մասին մտածելով։ Քիչմը իրենց շահ բերելով։ Եվ Պետրոս ըսավ Անանիա, ինչու սատանան քու սիրտդ լեցուց, որ դու Սուրբ Հոգին սուտ խոսիս ու ակարագին քինեն գողոպտես։ Չէ որ քու կդերային, քանի որ գեցեր էր ու ձախվածալ, քու իշխանությանը տակ էր, ինչու քու սրտիդ մեջ այս բանը արիր, ոչ թե մարդոց սուտ խոսեցար, հաբա Աստծո։ Անանիա, ինչու համար գուքաս մեզի գսես, թե ես 1000-ի ձախեցի, եթե դու 2000-ի ձախերես։ Դու գրնայր չսել նույնիսկ մեզ, դու գրնայր ոչ մեկ բան չբերել, դու գրնայր ոչ մեկ բան չներ, կամ ասեիր 2000-ի ձախեցի, սիրելիներ, 1000-ը գուդամցես, 1000-ը կբահեմ։ Ինչու սուտ կխոսիս։ Ինչ կուզես փաստել։ Կուզես փաստել, որ լավ հավատացյալ ես։ Կուզես փաստել, որ դու Բարնաբասին պես մարդ ես։ Կուզես փաստել, որ դու խելացի մարդ ես։ Կուզես փաստել կամ բրավոներ եւ աբրիսներ ստանալ, ինչու այս բանը գնես։
Անանիասի մեծ մարդիկ շատ կան այսօր հավատացյալներու մեջ։ Կուզեն ցույց տալ, որ իրենք լավ են։ Հիսուս կսե քո ացերքը դիչ որ գուտա ցախը թող չի գիտնա։ Շատ մարդիկ կուզեն ցույց տալ, որ իրենք լավ կորց կնեն։ Սիրելիներ, Աստված պետք չունի մեր ցուցադրությանը։ Աստված պետք ունի մեր միապան սրդին։ Ինչպես ասի, իմ եսս կմեռնի, Քրիստոսի եսը կբարձրանա իմ մեջ։ Միապան Քրիստոսի խումբին այս պետք ունի դերը մեզ։ Մեր հրած կորձերը պետք չունի։ Սատանան խփեց, բայց դու սուտ խոսեցար։ Սատանան իր դարբեր ծևերով գրնա, դերևս այս մարդիկը քիչ մը տրամ սիրող էին։ Եվ տրամը տեսնելով, ասին հասամ մեն ինչ տան, քիչ մը մեզի բահենք։ Չես գիտեր ինչ պատահեցավ, եթե տրամը գսիրային, սատանան անշուշտ իրենց խփեց դարբեր ծևերով, հրաբուրեց իրենց սրդի ցանկությանը համաձայն։ Եվ իրենք սուտ խոսեցան։ Անանիաս խոսքերը լսելով ինգավ հոգի դվավ եւ մեծ վախ ինգավ ամենուն վրա ու անոնք ասիգա լսեցին երդասարտները ելան եւ բադանքով պատեցին զանիգա եւ դուրս հանելով թաղեցին։ Զարմացան։ Մեկ սուդ Աստված զարգավ։ Չմոռնաք նոր կտակարանի մեջն ենք։ Շնորհքի մեջ ենք։ 5 կտակարանի մեջ չենք, 5 կտակարանի մեջ լար կհասկնայինք դերևս։ Այստեղ նոր կտակարանի մեջ։ Գիտեք ինչ կբադայի այստեղ։ Կբադայի ասելով սիրելիներ, Աստված նույն Աստվածն է։ Չխաբվիկ։ Միսեք Աստված գները, մենք շնորհքի դագենք, Աստված գիտե մեր դգարությունը, ոչ։ Դու արդար բիդլաս Աստծո եկեղեցին մեջ, Աստծո խումբին մեջ, ամեն ինչ ամեն ուզածին մեջ չէ, գարկ ու կանոն կա։ Եվ այս բանը տեսնելով, քիչ առաջ գարտացինք շատերը գսե շնորհ կտան առաքյալները եւ շատերը վախցան։ Եվ հիմա էլ վախցան ասելով, «Վաու, եկեղեցին սուրբ տեղ է, խաղալիք տեղ չէ, ուզածս չեմ աներ, ուզածպես չեմ կաներ, ուզած ծևով չեմ խոսիր, հովիվին հետ, եղբայրներու հետ, քույրերու հետ, չէ, լուրջ տեղ է, Աստծո ընտանիքն է, Աստծո վայրն է, Աստծո ժողովուրդն է»։ Եվ 3 ժամ հետո գսե գինը չգիտնալով թե ինչ է եղել ներս մտավ։ Պետրոսը սավանոր, ըսե ինձի, ակարագը այն չափ քնով ծախեցիք։ Անալսավ այո, այն չափ։ Պետրոսը սավ, այդ ինչ է որ դուք միապանեցաք դերոջը հոգին փորձելու։ Ահա քո այրը տաոներուն ոտքերը տրանուկով են, քեզ ալ դուրս պիրանեն, եւ իսկույն գինը անոր ոտքերուն կովին գավ ու հոգի դվավ։ Եվ երդասարտները ներս մտնելով զանիգա մեռած կդան ու հանեցին իր էրգանքով թաղեցին եւ մեծ վախ ինգավ բոլոր եկեղեցին վրա եւ ամենուն վրա, որոնք այս բաները լսեցին։ Դուն եւ ամուսինդ միապանվեցաք սուտ խոսելու։ Միապանություն գա օրտնություն գբերե, միապանություն գա Թադաստան գբերե։ Բաբելոնի աշտարակը միապան էին։ Եվ միապան աշտարակ շնեցին Աստծո հագարակ։ Անանիաս եւ Սապիրան միապան էին, միապան սուտ խոսեցան Աստծո։ Ուշադիր որուն հետ կմիապանվիս եւ ինչ բանի շուրջ կմիապանվիս։ Չլա թե միապանվիս սխալ բանի շուրջ։ Այսօր դժբախտաբար գլսենք մի քանի հոգիներ եկեղեցիներու մեջ կմիապանվին եւ իրար հետ կորոշեն հովիվին կամ ծառայողներուն հագարագիլ, իրար հետ կորոշեն եկեղեցի են դուրս ելալ եւ իրենց կամքով եկեղեցի անել, միապանվեցան եւ ուրախ են ասելով մենք միապան ենք, բայց ինչ բանի վրա միապան։ Սատանան միապանությունը գսիրե, քանի որ միապանության մեջ գրնա կորձել հագա Աստված, հագա եկեղեցի, հագարակ Քրիստոսի ծրագրին, ուշադիր որուն հետ կմիապանվիս։ Ուշադիր որուն հետ կմիապանվիս։ Պիտի միապանվենք Աստծո ժողովրդին հետ Աստծո խոսքին շուրջ, Քրիստոսի նպատակով, Քրիստոսի սրդին համաձայն եւ ոչ թե մեր կարծիքներու համաձայն, նույնիսկ եթե մեր 4 կողմի մարդիկը այնքան արդար եւ շիդակ չեն։
Եվ այստեղ գզարմանամ երկու անգամ գրված է երիտասարդներու մասին, երիտասարդներուն գսե սին, որ երիտասարդները թաղեն Անանիասին եւ Սապիրային։ Գիտեք ինչու։ Իմ կարծիքով, որ երիտասարդները հաջորդ սերունդը լուրջ լան եկեղեցին մեջ։ Այսօր դժբախտաբար երիտասարդներ իրենց ծնողներուն սխալներուն մեջն են։ Ծնողներ կան, որոնք անդարբեր են եկեղեցին, իրենց երիտասարդները նույնպես իրենց պես։ Զարմանալի։ Ծնողքը ինչ է երիտասարդը այդ է։ Ուշադիր եղիր սիրելիս։ Մի հատ մտածե, արդյոք սխալ բամը ցույց տված ենք մեր երիտասարդներուն, որոնք այսօր եկեղեցին մեջ չեն եւ կամ եկեղեցին մեջ սխալ թիրքի մեջ են։ Երիտասարդներուն հսվեցավ, կացեք թաղեցեք։ Եվ ասեմ ցեզ, երիտասարդներու կորց չէր թաղելը։ Մանավանդ հրեական սովորության մեջ երիտասարդները չէին թաղեր։ Կթաղեին միայն արու մարդիկ, չափահաս, ժողովուրդի ընդրված մարդիկ։ Այստեղ Պետրոս երիտասարդներուն գնշե։ Ասելով երիտասարդներ լավ նայեցեք դիրոջ ընտանիքը լուրջ է։ Դիրոջ ընտանիքը սուրբ է։ Դիրոջ ընտանիքի մեջ սուտ մուտ հետևից առաջից խոսիլ չկա, պամպասանք չկա, խապկանք չկա, ստախոսություն չկա։ Դիրոջ ընտանիքի մեջ միապանություն կա։ Դիրոջ թակավորությունը հարաճ տանելու ծրագիր կա։ Դիրոջ խումբին մեջ իրար բարձրացնել կա։ Անանիասի եւ Սապիրայի նման չլա, որ ովևէ մեկը խավարի մեջ որոշումներ առնե եկեղեցու թեմ։ Կտեսնենք սիրելիներ, ինչ լուրջ է աշակերտ ըլլալ Քրիստոսի իր եկեղեցիին մեջ։ Շատ լուրջ է Սուրբ Հոգին ստանալ եւ Սուրբ Հոգիով քայլել եւ Սուրբ Հոգիով լեցվելը։ Սուրբ Հոգիով լեցվելը մեծ պատասխանատվություն կուտա մեզ։ Դուք մինայք ինչ որ կտեսնեք քարոզների մեջ կամ ինտերնետներու մեջ Սուրբ Հոգի լեցվելու մասին բաներ մը կարոզեն, մարդիկ այդտեղ գբորան գան չեն գինան գծած կրդեն եւ մյուսերը գարձեն որ Սուրբ Հոգիով լեցվելը այս է։ Սուրբ Հոգիով լեցվելը մեծ պատասխանատվություն է, մեծ լրջություն է, մեծ միապանություն է, մեծ ավետարանչություն է եւ մեծ ճշմարիտ Տիրոջ խոսքին մեջ մնալ է։ Տոդերը մեզ օգնե, որ այս մի քանի համարներով հասկանանք, անոնք որ հիմա մեզ գեհդեվին, որ դուք հավատքի մեջ եք, վերանայեք ձեր հավատքը, վերանայեք ձեր աղոթքը, ինչպես առաքյալները աղոթեցին, վերանայեք ձեր եկեղեցի հարաբերությունները, վերանայեք ձեր քույր եղբայրները, որոնց հետ կմիապանվեք, վերանայեք, շտկեցեք, քանզի Տերը գուզե ցեզ կործածել, մեծ կործեր ընելու ցեզմով, միայն Սուրբ Հոգիով քայլենք, որովհետեւ մեծ կործեր կատարենք, շատերուն ճշմարիտը կարոզենք, ուղիղը կարոզենք, օրտնությունը կարոզենք, ճշմարիտ ավետարանը խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսը կարոզենք, ուրեմն Սուրբ Հոգիով լեցվենք, որ շիտակը դրսևորենք։ Օրտնյալ է մեր Տերը, որ մեզ այսօր այս բաները սորվեցուց եւ իրեն կդրվի միայն փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյան օրտնյալ է Տերը։ Այս երգը լսենք եւ կվերակտնենք իրար։ Այս երգը գսե Աստվածաշունչը